Դա ինչ որտեղից բիվեր։ Խաղաղության դեպքով մեր հարևանը Ասեմ դա ինչ է։ Չես հասկանում, ասում եմ ասա, տեսնեմ դա ինչ է, դու լավ չես տեսնում, դա ուղղակի թափած է։ Բարիդասական հարաբերությունների զարգացում եւ հնարավոր է միջև բարեկամություն։ Իրանց մոդելը ուրիշ է։ Իրանց մոդելը այս պետականության վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենը իրանց ինչի՞ն ապել։ Տիգրանաշենը իրանց ինչի՞ն ապել։ Իրանց պետք չի ստեղծել, բացի ռազմավարական նպատակներով։ Որովհետեւ երկրի մեր հողի մեջ եւ հետեւաբար մի նպատակ կարելի է արտադրել։ Հա, այդ դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է։ Առավել ևս, եթե կան իրավական հիմքեր, որ Տիգրանաշենը պատկանել է Ադրբեջանին։ Եթե իրավական հիմքեր կան, եթե չկան, պետք է հարցնակարգից հանդի։ Իսկ եթե կան, ես նորից եմ ասում, դա դժվար է կառավարել։ Որովհետեւ իրապես ո՞ր կարաս ասես, չէ։ Դու ասես, հա, շատ դժվար է։ Ստեղ ես մտա սարսափելի միտք ասեմ, այս իմաստով։ Եթե մենք չկարողանանք, եթե կառավարությունը չկարողանա բանակցությունների ընթացքում հասնել այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի պայմանական մասում, Արտաշենը մնա Ադրբեջանի, հաշվի առնելով քանակները, որը տեսակի սանձազության պահպանումը եւ այլն։ Ապա մենք պետք է ուրիշ բան անենք։ Որովհետեւ ես վստահ եմ, որ այդ քայլերից հետո, անկլավների այդ օրդնակներից հետո առաջ է գալու հաղթականների վերադարձի խնդիրը Ադրբեջանից Հայաստան։ Եվ շատ դժվար կլինի մեր պետական ղեկավարների նստել եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ այդ խնդիրը այսպես կոչված չի կարելի այսօր լուծել, պետք է դիտարկել ընթացքում, հետո հետագայում, որովհետև եվրոպական լիդերները ասում են պետք է լուծանան, ասել ոչ թե չեք դուրս մատի վերադառնալ։ Եվ ընդհանրապես երբ որ հերենը մնա Ադրբեջանի ընդդեմ 40 կիլոմետրի թափանցությունը կարելի է կարգավորել իհարկե, ապա մենք պետք է հրաժարվենք նաև Արտաշենից։ Որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, որովհետեւ իրանք չեն ձգտում իրար խաղաղության, իրանք հետապնդում են այն նպատակները, որոնք արաբոտից երևում հնչեցնում են։ Եվ դա կլինի հնարավորություն կարող տալ, որ մենք դեմը առնենք հերերի եւ ժամանակը որ մի 20 տարի, 30 տարի հետաձգենք հաղթականների վերադարձի խնդիրը, ինչեւ որ կայուն